Երևան նախագահական նստավայր, պետական արարողակարգի բարձր շուքով, բայց եւ ակնհայտ ջերմությամբ երեկ կայացավ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Ֆրանսիայի նախագահի պետական այցը Երևան արդեն իսկ գնահատվում է որպես շրջադարձային, ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլև տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Վահագն Խաչատուրյանը նախ նշեց, որ Մակրոնը միշտ սպասված հյուր է մեզ համար, կարևորեց վերջինիս առանձնահատուկ դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման համար, ապա խոսեց մի ճանապարհի մասին, որը սկսվել է Հայաստանի անկախությունից անմիջապես հետո եւ անցել է Ֆրանսիայի հետևողական աջակցությամբ։ Հայաստանը 91 թվականից հետո անմիջապես հայտնվել է Ֆրանսիայի ուշադրության կենտրոնում, եւ մենք անցել ենք այս ճանապարհը Ֆրանսիայի օգնությամբ եւ աջակցությամբ։ Իհարկե դա իր պատմական արմատները ունի։ Մենք քաղաքակրթական նույն արժեքները կրող ենք մեր պատմության մեջ եղել, մենք քրիստոնեական արժեքների համար պայքարող շրջանակներում ենք միասին եղել։ Այսօր ես մեկ անգամ եւս ջերմագին ողջունում եմ ձեզ, վստահ եմ ձեր այցը մի նոր խթան է լինելու մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Մակրոնի պատասխանն արդեն իսկ հնչում էր որպես քաղաքական ուղերձ, ուղղված ոչ միայն Երևանին, այլև ամբողջ տարածաշրջանին։ Merci président, et merci pour vos mots. Շատ ուրախ եմ այսօր գտնվել Հայաստանում պետական այցով եւ ուզում եմ ասել, սա պարզապես այց չէ, այլ շարունակություն այն ճանապարհի, որը մենք միասին անցել ենք վերջին տարիներին։ Նախատեսված հանդիպումները վստահ եմ կբացեն նոր էջ մեր հարաբերությունների պատմության մեջ, բայց իրականում այդ էջը վաղուց է սկսվել գրվել մեր համատեղ որոշումներով, մեր ընտրություններով, մեր արժեքներով։ Բանակցությունների ընթացքում կողմերը վերահաստատեցին այնինչ արդեն ձևավորվել է որպես առանցք փոխադարձ վստահության վրա կառուցված ընկերություն։ Քննարկումների օրակարգը լայն էր քաղաքականությունից, պաշտպանությունից մինչև արհեստական բանականություն։ Երկու երկրների ղեկավարները շեշտեցին ժամանակն է հարաբերությունները բարձրացնել նոր ռազմավարական մակարդակի։ Մակրոնը վերահաստատեց Ֆրանսիան շարունակելու է աջակցել Հայաստանին, հատկապես երկարաժամկետ զարգացման ուղղություններով։ Երեկոյան արդեն նախագահական նստավայրում ի պատիվ Էմանուել Մակրոնի, Փաշինյանի եւ Խաչատուրյանի անունից տրվեց պետական ընթրիք։ Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևներից մեկը Փառքի նշանը հանձնվեց Էմանուել Մակրոնին։ Փոխադարձ քայլով Մակրոնն էլ պարգևատրեց Խաչատուրյանին եւ Փաշինյանին Պատվո լեգիոնի մեծ խաչ շքանշանով։ Այնուհետև Փաշինյանն իր ելույթում նախ նշեց, որ Մակրոնի Երևան այցը շրջադարձային է, ապա հիշեց մի պահ, որը նրա ձևակերպամբ դարձել է Հայաստանի այսօրվա իրականության հիմնասյունը 2022 թվականի Պրահայի քառակողմ հանդիպումը։ Այսօրվա մեր իրականության եւ տարածաշրջանային ռազմավարության ճարտարապետությունը ըստ էության ձևավորվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր ներկա չեն եղել այդ հանդիպման սենյակում, ամենայն հարգանքով ես ներողություն եմ խնդրում, բայց չեն կարող ասել, որ ամբողջությամբ իրապես եւ խորապես ճանաչում են նախագահ Մակրոնին։ Որովհետեւ այն, ինչ ես այդ օրը տեսել եմ, այդպիսի համոզմունք, այդպիսի նվիրվածություն, այդպիսի սկզբունքայնություն, այդպիսի հետևողականություն, այդպիսի համոզվածություն, այդպիսի աներերություն, այդպիսի վճռականություն, այդպիսի որոշում, որ պատմությունը պետք է կերտվի, ես չեմ կարդացել ոչ մի գրքում։ Եթե ինձ պատմեին որևէ մեկը այդ օրվա իրադարձությունները, ես չէի կարող հավատալ դրան։ Ես երեկ էլ նախագահ Մակրոնին առիթ ունեցել եմ ասելու, որ ես մինչև հիմա, երբ որ հետահայաց հիշում եմ այդ ամեն ինչը, ես դժվարությամբ եմ հավատում այն ամենին, ինչ տեսել եմ սեփական աչքերով, ինչ լսել եմ անձամբ։ Մենք ամենադժվար պահին զգացինք նախագահ Մակրոնի աջակցության ձեռքը, ասաց Փաշինյանն ու հավելեց. այսօրվա մեր իրականության մեջ նրա դերը շրջադարձային է։ Հայաստանի վարչապետն առաջարկեց բաժակ բարձրացնել ի պատիվ Հայաստանի բարեկամ Մակրոնի։ Պարոն նախագահ, ձեր կենաց։ Երեկոյի ամենահիշվող խոսքերը սակայն թերևս հնչեցին հենց Էմանուել Մակրոնի կողմից ելույթում, որը միաժամանակ պատմական հիշողություն էր, քաղաքական դիրքորոշում եւ անձնական խոստում։ Ce que vous appelez l'Arménie
Ես ոչինչ չեմ մոռացել այն օրերից, երբ տարածաշրջանում իրավիճակը ծայրահեղ լարված էր, եւ դուք, պարոն վարչապետ, ստիպված էիք ընդունել բարդ, երբեմն ցավոտ որոշումներ ձեր երկրի համար, բայց ուզում եմ շատ հստակ ասել, եթե մենք այդ ժամանակ ձեր կողքին էինք, ապա դա ոչ թե հաշվարկի, այլ համոզմունքի արդյունքն էր։ Դա արդար էր։ Ձեր ժողովրդի պայքարը միշտ եղել է արդար, լինի դա ցեղասպանության դեմ, ներխուժումների դեմ, թե ձեր ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության համար։ Եվ մեր պատկերացմամբ խաղաղությունը հենց դա է՝ լինել այդ արդար պայքարների կողքին, նույնիսկ այն ժամանակ, երբ դա չի բխում մեր անմիջական շահերից, երբ ավելի հեշտ կլիներ լռել կամ այլ ուղղությամբ նայել։ Նա շարունակեց ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների խորքային բնույթը։ Մեր ժողովուրդների միջև կապը պայմանավորված չէ միայն քաղաքականությամբ, այն գալիս է պատմությունից, հիշողությունից, մշակույթից։ Կան մարդիկ, որոնց ընտանիքները կապված են այս պատմության հետ։ Կան նրանք, որոնք պարզապես սիրել են Հայաստանը առանց որևէ արմատի, բայց բոլորի համար կա մի ընդհանուր բան՝ արդարության զգացումը։ Երբ պայքարը արդար է, մենք այնտեղ ենք միասին։ Երբ խոսքը վերաբերում է արժեքներին, մենք ճանաչում ենք միմյանց եւ կանգնում կողք կողքի։ Մակրոնը նաև ուղիղ կերպով անդրադարձավ Հայաստանի ընտրած ճանապարհին, այն բնորոշելով որպես խիզախ եւ ժամանակակից աշխարհաքաղաքական իրականությանը համահունչ։ Սա պատմություն է, որը մենք շարունակում ենք գրել միասին։ Ֆրանսիան աջակցել է Հայաստանին նույնիսկ այն ժամանակ, երբ դա չէր բխում սեփական շահերից, ասաց Ֆրանսիայի նախագահն ու շարունակեց. Ֆրանսիան լինելու է Հայաստանի կողքին նաև ապագայում, աջակցելով նրա եվրոպական ընտրությանը, խաղաղության օրակարգին եւ զարգացման ճանապարհին։ Եթե մենք ձեր կողքին էինք, ապա դա այն պատճառով էր, որ դա արդար էր։ Հայաստանը միշտ վարել է արդար պայքար։ Դուք ընտրել եք խաղաղության ճանապարհը մի տարածաշրջանում, որտեղ դա ամենադժվար ընտրություններից մեկն է։ Խաղաղություն ցանկանալը, երբ քեզ վրա հարձակվում են, պահանջում է բացառիկ խիզախություն։ Դուք ընտրել եք Եվրոպան, ընտրել եք անկախությունը, կայունությունը եւ բարգավաճումը, եւ մենք աջակցում ենք այդ ընտրությանը, որովհետեւ այն արդար է, այն ճիշտ է եւ այն համապատասխանում է այս ժամանակների պահանջներին, եւ Ֆրանսիան ցանկանում է լինել այդ ճանապարհի մի մասը։ Մակրոնի այս այցն իր ամբողջ խորհրդանշականությամբ եւ հստակ քաղաքական բովանդակությամբ փաստում է մի բան. Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները մտնում են նոր փուլ, ավելի խորը եւ համակարգային փուլ։ Դա արդեն ոչ միայն բարեկամություն է, այլև համատեղ ձևավորվող ապագա, որտեղ արժեքները, անվտանգությունն ու զարգացումը միահյուսվում են մեկ ընդհանուր ռազմավարության մեջ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։